Հայաստանում ոչ ոք ոչ մեկին չի կարող ոչինչ պարտադրել։ Այս մասին հունվարի 6-ին Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու բակում լրագրողների հետ զրույցում նշել է ազգային ժողովի ԿՊԱ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը, անդրադառնալով նրան, որ իր ընտանիքին պատկանող ընկերությունն է ադրբեջանական բենզինը ներկրել եւ պարտադրել են բենզալցակայաններին, որ պետք է անպատճառ այդ բենզինը վաճառվի։ Հայաստանը վերջին 30 տարում միշտ նավթամթերքներ է ներկրել տարբեր երկրներից։ Հայաստանի համար տասնամյակներ շարունակ տրանսպորտային ուղիները փակ են եղել եւ Հայաստանը մեծ գումարներ է վճարել տրանսպորտային ծախսերի համար։ Թեթև հաշվարկով, եթե Հայաստանն իր հարևաններից ձեռք բերի իր օգտագործած վառելիքի 80%-ը կտնտեսի 80-ից 100 միլիոն դոլար տարեկան, իսկ եթե Հայաստանի Հանրապետությունն իր հարևաններից ձեռք չի բերում, հարևանները 10,000 անգամ ավել վաճառում են աշխարհի տարբեր երկրների եւ միշտ այդ գումարը ստանում են։ Իսկ Հայաստանը կարող է տնտեսել 80-ից 100 միլիոն դոլար եւ այդ գումարը կգնա այլ ոլորտների զարգացմանը։ Իսկ այդ երեխայական չկրթված չգիտեմ որտեղից ի հայտ եկած, որ ասում են $100,000 գնաց զենքին, նախ զենքը ուրիշ ձև են արտադրում, էկոնոմիկան ուրիշ տրամաբանություն ունի։ Եթե ուզում ես տնտեսություն զարգացնես, պետք է դրա համար խելք ունենաս։ Պատահական խելք ունեցողներին լավ ճանաչում եմ, ֆունդամենտալ խորքային խելք ունեցողներին էլ եմ ճանաչում, ասել է Խաչատուր Սուքիասյանը։ Լոռու մարզի բնակավայրերից մեկում տանը 5 ամսական երեխայի դի է հայտնաբերվել։ Հունվարի 5-ին ժամը 12:00-ի սահմաններում Ալավերդի բժշկական կենտրոնից ներքին գործերի նախարարության ոստիկանությունում ահազանգ է ստացվել, որ շտապօգնության բժիշկների խումբը կանչով մեկնել է Լոռու մարզի բնակավայրերից մեկը, որտեղ տանը հայտնաբերել են երեխայի դի։ Պարզվել է, որ մահացածը նշված տան բնակիչ 5 ամսական տղա է։ Դեպքի փաստով քննչական բաժնում սպանություն, հանկարծամահություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն արտաքին զննությամբ տիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Հարազատներն իրավապահներին հայտնել են, որ տանը երեխան հանկարծամահ է եղել։ Վրաստանի ճանապարհային դեպարտամենտը հայտնել է, որ Հայաստանի սահման տանող ճանապարհային փարավանի լեռնանցքով ծանր բեռնատարների երթևեկությունը վերականգնվել է։ Ավելի վաղ բեռնատարների համար երթևեկությունը ժամանակավորապես փակվել էր եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով։ Սահմանափակումները գործում էին պետական նշանակության Կոդա Պարցխիսի Մանգլիսի Ծալկանի Նոցմինդա ավտոճանապարհի 94-ից 110 կիլոմետրի հատվածում։ Մարդատար ավտոմեքենաների համար երթևեկությունը բաց է եղել։ Արշակ Սրբազանի կալանքի որոշման դեմ բողոքի վերաբերյալ որոշման կայացումը, որը հունվարի 5-ին պետք է լիներ, հետաձգվել է։ Այս մասին հայտնել է նրա փաստաբան Արսեն Բաբայանը։ Որոշումը կհրապարակվի հունվարի 12-ին։ Դեկտեմբերի 5-ին 2 ամսով կալանավորվեց Մայրաթոր Սուրբ Էջմիածնի դիվանապետ Արշակ arczepiskopos Խաչատրյանը։ Արշակ Սրբազանը Երևան կենտրոն քրեակատարողական հիմնարկում է։ Արշակ arczepiskopos Խաչատրյանին կալանավորելու որոշում է կայացրել դատավոր Մասիս Մելքոնյանը։ ԱՄՆ փոխնախագահ Ջեյդի Վենսը, պետքարտուղար Մարկո Ռուբիոն, պաշտպանության նախարար Փիթ Հեքսեթը եւ Սպիտակ տան աշխատակազմի ղեկավարի տեղակալ Սթիվեն Միլերը կմիանան Վենեսուելայում ԱՄՆ-ի ներգրավվածությունը վերահսկող խմբին։ NBC News-ին տված հարցազրույցում այս մասին հայտնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Ըստ տվյալների, Թրամփը հարցազրույցի ժամանակ վերոնշյալ ԱՄՆ վարչակազմի պաշտոնյաներին նույնականացրել է որպես այս խմբի անդամներ։ Դա ընդհանուր խումբ է, նրանք բոլորն ունեն իրենց բազմամյա իրավասությունները, նշել է Սպիտակ տան ղեկավարը։ Թրամփը նշել է, որ ինքն է Վենեսուելայի գործերին ամերիկյան ներգրավվածության հարցի գլխավոր պատասխանատուն։ Ոչ մի երկիր չի կարող պնդել, որ միջազգային դատավոր է։ Բոլոր պետությունները պետք է հետևեն միջազգային իրավունքին եւ ՄԱԿ-ի կանոնադրության հիմնարար նպատակներին ու սկզբունքներին, հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մաո Նինգը, մեկնաբանելով Միացյալ Նահանգների եւ Վենեսուելայի շուրջ ստեղծված իրավիճակը։ Չինաստանը մշտապես պաշտպանում է, որ բոլոր երկրները պետք է հարգեն այլ երկրների ժողովուրդների կողմից անկախ ընտրված զարգացման ուղին, ինչպես նաեւ պահպանեն միջազգային իրավունքը եւ ՄԱԿ-ի կանոնադրության հիմնարար նպատակներն ու սկզբունքները։ Առաջատար դերը պետք է կատարեն խոշոր երկրները, ոչ մի երկիր չի կարող հանդես գալ որպես միջազգային ոստիկան եւ ոչ մի երկիր չի կարող հավակնել միջազգային դատավոր լինելուն, ասել է Մաո Նինգը։ Նա հավելել է, որ Չինաստանը պաշտպանում է համապարփակ, համագործակցային եւ կայուն անվտանգության հայեցակարգը եւ հարգում է բոլոր երկրների ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։ Լրջորեն է վերաբերվում բոլոր երկրների անվտանգության վերաբերյալ օրինակ
բնական մտահոգություններին եւ պնդում է պետությունների միջև տարաձայնությունների եւ հակամարտությունների խաղաղ կարգավորման վրա երկխոսության եւ խորհրդակցությունների միջոցով։ Մենք պատրաստ ենք համագործակցել բոլոր երկրների հետ միջազգային իրավունքի հեղինակությունը պաշտպանելու, ջունգլիների օրենքին դիմակայելու, ներքին գործերին միջամտությանը դիմադրելու եւ ամբողջ աշխարհում խաղաղությունն ու կայունությունը համատեղ պաշտպանելու համար, ընդգծել է դիվանագետը։ ԱՄՆ-ն կարող է սուբսիդավորել նավթային ընկերությունների մասնակցությունը Վենեսուելայի էներգետիկ ենթակառուցվածքների վերականգնմանը։ Այս նման հայտարարությամբ հանդես է եկել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Նշվում է, որ ամերիկացի առաջնորդը կարծում է, որ սա կարող է տևել 18 ամսից պակաս։ Կարծում եմ, մենք կարող ենք դա անել ավելի կարճ ժամանակում, բայց կպահանջվեն զգալի ֆինանսական ծախսեր։ Դրա համար անհրաժեշտ կլինի ծախսել հսկայական գումար եւ նավթային ընկերությունները կծախսեն այն, իսկ հետո նրանք կփոխհատուցվեն մեզանից կամ իրենց շահույթից, ասել է Թրամփը։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն խնդրել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին Թեհրանին փոխանցել, որ Իսրայելը մտադիր չէ հարձակվել Իրանի վրա։ Հաղորդում է անպետական հեռուստաընկերությունը, հղում անելով դիվանագիտական աղբյուրին։ Այս խնդրանքը Իսրայելի վարչապետը հնչեցրել է Ռուսաստանի նախագահի հետ վերջերս ունեցած հեռախոսազրույցների ժամանակ։ Կանի խոսքով Նեթանյահուն խնդրել է Պուտինին այս ուղերձը փոխանցել Թեհրանին, վախենալով, որ Իրանը կարող է կանխարգելիչ կերպով հարձակվել Իսրայելի վրա, Իսրայելի հարվածը կանխելու համար։ Միաժամանակ պետական հեռարձակողը նշում է, որ Իսրայելի վարչապետը հունվարի 5-ին Քնեսեթում խորհրդարանում ելույթ ունենալով հայտարարել է, որ Իսրայելը Թեհրանին ազդանշան է ուղարկել, որ հրեական պետության վրա հարձակման դեպքում Իրանի համար հետևանքները ծանր կլինեն։ Կանի խոսքով Իսրայելի քաղաքական շրջանակների եւ անվտանգության գործակալությունների ներկայացուցիչները վերջերս քննարկումներ են անցկացրել տարբեր անվտանգության հարցերի շուրջ, այդ թվում իրանական խնդրի։ Եվրամեդիայի հոբելյանական մեկ տարի շնորհավորելով ուզում եմ նաև մաղթել իր ամբողջ երկրին, ժողովրդին խաղաղ տարի լինի եւ ամենակարևորը այդ խաղաղությունը վաստակենք, չմոռանանք։ Ֆրանսիան չի աջակցում Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի ձերբակալելու գործողության ընթացքում ԱՄՆ-ի կողմից կիրառված մեթոդներին։ Այս մասին հայտարարել է նախագահ Էմանուել Մակրոնը։ Նրա խոսքերն է փոխանցում կառավարության խոսնակ Մոդ Բրեխոնը։ Օգտագործվող մեթոդները ոչ աջակցվում են, ոչ էլ հաստատվում, սրանք հանրապետության նախագահի խոսքերն են, ասել է Բրեխտոնը։ Նրա խոսքով Մակրոնը ընդգծել է, որ Ֆրանսիան պաշտպանում է միջազգային իրավունքը եւ ժողովուրդների ազատությունը։ Ֆրանսիայի առաջնորդը կարծում է, որ ԱՄՆ գործողությունը չի համապատասխանում միջազգային իրավունքին։ Միաժամանակ Բրեխոնը հավելել է, որ Մադուրոյի իշխանությունից հեռացումը համարում է լավ լուր։ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն Նյու Յորքում իր առաջին դատական լսումների ժամանակ դատավորի հարցերին պատասխանելով հայտարարել է, որ դատարը ներկայանալուց առաջ չի տեսել մեղադրական եզրակացությունը եւ տեղյակ չէ իր իրավունքների մասին։ Այս մասին հաղորդել է New York Times-ը։ Թերթի տվյալներով սա կարող է վկայել այն մասին, որ Մադուրոն եւ նրա փաստաբանը քիչ ժամանակ են ունեցել գործը լսումներից առաջ քննարկելու համար։ Մադուրոն նաեւ հայտարարել է, որ շարունակում է մնալ Վենեսուելայի նախագահ։ Ես շարունակում եմ մնալ իմ երկրի նախագահը, ասել է նա։ Իր հերթին Վենեսուելայի նախագահի կինը Սիլիա Ֆլորեսը հայտարարել է, որ լիովին անմեղ է ԱՄՆ-ի կողմից իրեն առաջադրված մեղադրանքներում։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ադրբեջանական լրատվամիջոցներին հարցազրույց է տվել։ Ի թիվս այլ հարցերին նա անդրադարձել է այսպես կոչված Զանգեզուրի միջանցքին։ Նա հայտարարել է, որ Զանգեզուրի միջանցքի բացումը արդեն հաստատվել է ԱՄՆ նախագահի կողմից, նշելով, որ երթուղու անվանումը կարող է այլ լինել, բայց էությունը դրանից չի փոխվում։ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն ներկայումս ազատ արձակման խնդրանքով չի դիմում։ Հայտարարել է նրա փաստաբանը Նյու Յորքում կայացած դատական նիստի ժամանակ։ Պարոն Մադուրոն ներկայումս ազատ արձակման խնդրանքով չի դիմում, հայտնել է փաստաբանը։ Մադուրոյի կինը հնարավոր է կողոսկրերի կոտրվածք է ստացել ձերբակալության ժամանակ, նշել է վերջինս։ Կարակասում ԱՄՆ-ի ռազմական գործողությունից հետո Արևմտյան Աֆրիկայի պետությունների տնտեսական համայնքը կոչ է արել հարգել Վենեսուելայի տարածքային ամբողջականությունը։ Համայնքը վերահաստատում է իր համերաշխությունը վենեսուելացի ժողովրդի հետ եւ կոչ է անում բոլոր պետություններին հարգել Վենեսուելայի անկախությունն ու տարածքային ամբողջականությունը, ասվում է հրապարակված հայտարարության մեջ։ Համայնքը նաեւ աջակցություն է հայտնել Վենեսուելայի ժողովրդին եւ հիշեցրել երկրների պարտավորությունը հարգելու ինքնիշխանությունը համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության։
Նյու Յորքի դատարանում Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի եւ նրա կնոջ Սիլիա Ֆլորեսի գործով առաջին լսումները ավարտվել են։ Այս մասին հաղորդել է CNN News-ը։ Վերջինիս տվյալներով Վենեսուելայի առաջնորդը եւ նրա կինը դատարանի դահլիճից դուրս են եկել նույնական բանտային համազգեստով։ Հաջորդ դատական նիստը նշանակված է մարտի 17-ին։ Վճռական լինենք հաստատուն պահելու օրինահարկությունը, մերժելու անիրավությունն ու կամայականությունը, ատելությունն ու քինախնդրությունը, որոնք մեծապես վնասում ու քայքայում են պետական ու ազգային մեր ներուժը։ Այս մասին հունվարի 6-ին Մայրաթոր Սուրբ Էջմիածնում Սուրբ Ծննդյան պատարագի ժամանակ իր խոսքում նշել է Գարեգին Բ. ամենայն հայոց կաթողիկոսը։ Նա մասնավորապես նշել է. «Եկեք հայց վերառաքենք հայրենազրկված Արցախահայ մեր զավակների տոկունության եւ ոգու ամրության եւ նրանց ոտնահարված իրավունքների ոտնահարման համար։ Աղոթենք հայրենիաց պաշտպան զինվորականների, հայրենիքի համար զոհված մեր քաջորդիների հոգիների հանգստության եւ նրանց ծնողների ու հարազատների մխիթարության համար։ Աղոթենք ապօրինաբար ազատազրկված հոգեվորականների, ազգային բարերարի ու նվիրյալ հայորդիների, այլև գերության մեջ գտնվող եւ անհայտ կորած մեր զավակների համար։ Թող Բարձրյալի Սուրբ Խաչի պահպանության ներքո մեր կյանքը լուսավորյալ մնա Աստվածային ներկայությամբ, զարդարվի հավատավոր բարի գործերով եւ մենք գոհությամբ փառաբանենք մարդեղացյալ Փրկիչ մեր Տիրոջը այսօր եւ միշտ եւ հավիտյան», նշել է կաթողիկոսը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր թիմակիցների եւ աջակիցների հետ ուխտերթի է մասնակցել Երևանում։ Երթը մեկնարկել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցուց, որտեղ մինչ այդ քաղաքական էլիտան Սուրբ Ծննդյան պատարագ էր մասնակցում աջակիցների հետ։ Պատարագը հակականոնական էր, քանի որ վեհափառ հայրապետի անունը չի հիշատակվել։ Ըստ տեղեկությունների երթին մասնակցելու համար վարչական ռեսուրս է կիրառվել, ցույց տալու թե ինչքան մարդ է կողմ Փաշինյանի հակաեկեղեցական արշավին։ Փաշինյանը Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցուց իր թիմակիցների հետ ուխտերթով հասել է Սուրբ Աննա եկեղեցի։ Նա իր խոսքում ասել է. «Շատ կարևոր է արձանագրել, թե մեր երթն ինչի համար էր եւ ինչ է նշանակում։ Ըստ էության մենք այսօր վերահաստատվում ենք որպես առաջինը քրիստոնեությունն ընդունած պետություն։ Այսօրվա մեր քայլարշավը խորհրդանշում էր, որ մենք ի վերջո սկսել ենք քայլել մեր Փրկիչ Հիսուս Քրիստոսի նախանշած ուղով։ Հայաստանյան Առաքելական Սուրբ եկեղեցու պատարագի կարգով բազմիցս հնչում է հետեւյալ նախադասությունը. «Եվ եւս խաղաղությամբ Աստծուն աղաչեցցունք», նշել է նա։ Փաշինյանի խոսքով շատ խորհրդանշական բան է տեղի ունեցել։ Բոլորս երկար ժամանակ խաղաղության համար աղաչել ենք Աստծուն, բայց ի վերջո եկել է այն պահը, երբ հասկացել ենք, որ խաղաղության համար Աստծուն աղաչելուն զուգահեռ ինքներս մեր գործողություններով, որոշումներով, քայլերով պետք է ստեղծենք այդ խաղաղությունը։ Այսօր շատ են ասում, թե կառավարությունը գործում է եկեղեցու դեմ։ Կառավարությունը չի գործում եւ երբեք չի կարող գործել եկեղեցու դեմ։ Կառավարությունը Հայաստանյան Առաքելական Սուրբ եկեղեցու հետևորդ է։ Մենք ընդհանրապես եկել ենք արձանագրելու, որ ոմանք փորձ են անում որպես հենակետ օգտագործել եկեղեցին պետության դեմ, եւ ես որպես Հայաստանի Հանրապետության ժողովրդի կողմից ընտրված վարչապետ ասում եմ, որ մենք դա թույլ չենք տալու։ Այն մարդիկ, ովքեր եկեղեցին հասցրել են այս կետին, հերձված են դարձել։ Ցավոք այսօր եկեղեցու փաստացի պետը եւ իր վերնախավը աղանդավորական տրամաբանության մեջ են, հերձվածի մեջ են։ Մենք պետք է Հայաստանյան Առաքելական Սուրբ եկեղեցին ազատենք հերձվածից, հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։ Տարիներ շարունակ ձևավորված հուսալի եւ բազմակողմանի խոսք, անվերապահ վստահություն եւ կայուն լսարան։ Մեդիա ոլորտում կարևոր ճանապարհ անցած International Media Holding-ը, որի մաս են կազմում Եվրոմեդիա 24, միջազգային հեռուստաընկերությունն ու լուրերկոմ լրատվական կայքը, տոնեց իր ծնունդը, մեկ հարկի տակ հավաքելով հայ ժողովրդի արժանի անհատների։ Միջոցառումը նշանավորվեց կարևոր պահով։ Այդ օրը մրցանակներ հանձնվեցին արվեստի, առողջապահության, իրավունքների պաշտպանության, տնտեսագիտության, մանկավարժության եւ այլ տարբեր ոլորտներում նշանակալի ավանդ ու բացառիկ ձեռքբերումներ ունեցող հայտնի անձանց, որոնց գործունեությունը տարիների ընթացքում թողել է տեսանելի ու ազդեցիկ հետք։ Մրցանակները հանձնեց International Media Holding-ի հիմնադիր նախագահ Արման Վարդանյանը։ Մարդիկ, ովքեր ամեն օր կանգնում են կյանքի ու մահվան սահմանին, առանց բարձր խոսքերի, իրենց ձեռքերով, ներքին վստահությամբ ու գերպատասխանատվությամբ են մարդկանց երկրորդ կյանք պարգևում։ Համլետ Գրիշայի Հարապետյանը փայլուն սրտաբան է, վառ անհատականություն ու չափազանց համեստ մարդ։ Դեմ ենք հրավիրում Էրեբունի բժշկական կենտրոնի սրտաբանական կենտրոնի եւ անհետաձգելի սրտաբանության բաժանմունքի ղեկավար պարոն Հայրապետյանին, սիրով փոխանցելու ձեր մեր երախտագիտական
արտահայտման մրցանակը։ Ծափերոք ողջունենք Համեցեք։ նրանց։ Երկրորդ կյանք պարգևող։ Բարի երեկո հարգելի բարեկամներ, ինձ համար իսկապես անսպասելի էր եւ միաժամանակ հաճելի ստանալ այս մրցանակը։ Այն մեծ պատիվ է, բոլորիդ մաղթում եմ առողջություն եւ ինձ շատ չճանաչեք, քանի որ իր ճանաչողները խնդիր են ունում սրտի հետ։ Շնորհակալ։ Բարձր ծափահարություններ։ Հելսինկիի համալսարանի պրոֆեսոր Թոմաս Մալինենը Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբին մեղադրել է երեսպաշտության մեջ Վենեսուելայի վրա ԱՄՆ-ի հարձակման մասին իր հայտարարության համար։ Եվրոպացի առաջնորդները խճճված են Վենեսուելայում ռեժիմի փոփոխության շուրջ հակասությունների մեջ, նշել է Մալինենը։ Ավելի վաղ Ստուբը իր Twitter-յան սոցիալական ցանցի էջում հրապարակել է գրառում, կոչ անելով հարգել միջազգային իրավունքը։ Միևնույն ժամանակ Ֆինլանդիայի նախագահը Վենեսուելայի 2024 թվականի ընտրությունները անվանել է կեղծված։ Նա կարծում է, որ հաղթանակած նախագահ Նիկոլաս Մադուրոն անօրինական նախագահ է։ Ուկրաինայի կառավարության կողմից ԱՄՆ-ի Վենեսուելայի վրա հարձակման հավանությունը ցույց է տալիս նրա անտարբերությունը ժողովրդավարության նկատմամբ։ Այս մասին հայտարարել է Geopolitical Economy Report-ի հիմնադիր եւ խմբագիր Բեն Նորտոնը։ Նրա խոսքով Ուկրաինայի ներկայիս ղեկավարությունը ՆԱՏՕ-ի խամաճիկ ռեժիմը երկիրը ներկայումս ղեկավարում է միլիարդատեր օլիգարխ իդեմս Վլադիմիր Զելենսկու, որին հովանավորում են խոշոր ֆինանսական հաստատությունները։ Հունգարիան ակնկալում է, որ Ռուսաստանի եւ ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինը եւ Դոնալդ Թրամփը կհանդիպեն Բուդապեշտում 2026 թվականին Ուկրաինայի հակամարտության կարգավորման վերաբերյալ համաձայնության հասնելու համար։ Այս մասին հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը։ Մենք հույս ունենք, որ Ուկրաինայում պատերազմը կավարտվի 2026 թվականին։ Այդ ժամանակ Միացյալ Նահանգների եւ Ռուսաստանի նախագահները կկարողանան հանդիպել Բուդապեշտում, ինչպես նախատեսված է խաղաղության համաձայնագիր կնքելու համար, ասել է Օրբանը։ Միաժամանակ վարչապետը նշել է, որ Հունգարիան չի սպասում, որ Պուտինը առանձին կայցելի երկիր։ Այժմ դրա անհրաժեշտությունը չկա, հավելել է վարչապետը։ Եվրոպական հանձնաժողովը լիովին աջակցում է Դանիա եւ Գրենլանդիայի տարածքային ամբողջականությանը, սակայն անհնար է համարում զուգահեռներ անցկացնել Վենեսուելայի եւ Գրենլանդիայի նկատմամբ ԱՄՆ գործողությունների միջև։ Այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի խոսնակ Պաուլա Պինյոն։ Գրենլանդիան ԱՄՆ դաշնակից է, մենք լիովին աջակցում ենք դրան եւ մենք համեմատության տեղ չենք տեսնում ԱՄՆ-ի գործողությունների հետ Վենեսուելայում։ Եվրոպական հանձնաժողովը լիովին աջակցում է Դանիայի եւ Գրենլանդիայի ինքնիշխանությանը եւ տարածքային ամբողջականությանը Գրենլանդիայի կարգավիճակի հարցը կարող են որոշել միայն նրա բնակիչները, ասել է խոսնակը։ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն եւ նրա կնոջը տեղափոխող զրահապատ մեքենան ժամանել է Նյու Յորքի դատարան։ Այս մասին հայտնում է CNN News-ը։ Մադուրոն եւ նրա կնոջը Սիլիա Ֆլորենսին տեղափոխող զրահապատ մեքենան ժամանել է Նյու Յորքի դատարան, որտեղ Մադուրոն պետք է ներկայանա թմրանյութերի եւ զենքի մեղադրանքով, հաղորդել է աղբյուրը։ Միացյալ Նահանգները կարող է բարձրացնել հնդկական ապրանքների մաքսատուրքերը, եթե Նյու Դելին չկատարի ռուսական նավթի գնումները սահմանափակելու մասին Վաշինգտոնի պահանջը, ըստ Reuters-ի հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին լավ տղա է։ Նա գիտեր, որ ես դժգոհ եմ եւ նրա համար կարեւոր էր ինձ ուրախացնելը։ Նրանք առևտուր են անում եւ մենք կարող ենք շատ արագ բարձրացնել նրանց մաքսատուրքերը, ասել է Թրամփը, պատասխանելով Հնդկաստանի կողմից ռուսական նավթի գնումների վերաբերյալ հարցին։ Սա մեր կիսագունդն է, դրա մասին ասված է սոցիալական ցանցերում ԱՄՆ պետքարտուղարության գրառման մեջ։ Սա մեր կիսագունդն է եւ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը թույլ չի տա, որ մեր անվտանգությունը վտանգվի, նշված է գրառման մեջ։ ԱՄՆ հարձակումից հետո Վենեսուելայի իշխանությունները հայտարարել են երկրի զինված ուժերի մոբիլիզացիայի մասին եւ ռազմական դրություն են մտցրել նավթարդյունաբերության եւ այլ ոլորտների աշխատակիցների համար։ Հրամայվում է անհապաղ մոբիլիզացնել ազգային զինված ուժերը ամբողջ երկրում, միաժամանակ օգտագործելով առկա ազգային ուժերը արտաքին ագրեսիան հետ մղելու համար։ Պետական ենթակառուցվածքների, նավթարդյունաբերության եւ այլ կարևոր պետական արդյունաբերությունների ռազմականացում։ Այդպիսի հիմնարկների անձնակազմը ժամանակավորապես կգտնվի ռազմական դրության
մեջ։ Նշվում է իրավական փաստաթղթերի պորտալում հրապարակված հրամանագրում։ Հրամանագիրը նաև պարտադրում է ուժեղացնել պարեկային ծառայությունների եւ անվտանգությունը երկրի ցամաքային, օդային եւ ծովային սահմաններում։ Այսօր սրտանց շնորհավորում եմ Եվրոմեդիա հեռուստաընկերություն մեկամյակը, Լուրեր Քոմի 14-ամյակը եւ պարոն Վարդանյանի։ Հուսամ Հայաստանի լրատվական դաշտում եթերում հայտնվել է լրատվամիջոց, որը բոլոր տեղեկատվությունները ներկայացնում է անաչառ 100% համապատասխան այն իրողություններին, որոնք տեղի են ունենում, եւ վստահաբար կարող եմ ասել, որ Եվրոմեդիան Հայաստանի թե ներքաղաքական, թե արտաքին քաղաքական կյանքում, ինչու չէ նաև սոցիալական խնդիրներում կունենա իր մեծ ավանդը, ներդրումը։ Ուղղակի եւս մեկ անգամ սրտանց շնորհավորում եմ, բարի գալուստ եւ Աստված տա, որ ձեր 100-ամյա հոբելյանը նշվի արդեն մեծ Հայաստանում։ Միասնություն շարժման առաջնորդ Արման Վարդանյանը շնորհավորական ուղերձ է հղել Սուրբ Ծննդյան տոնի առթիվ, որում մասնավորապես ասվում է. Հայ առաքելական Սուրբ եկեղեցին նշում է Քրիստոսի Սուրբ Ծննդյան տոնը, ծնավ նոր արքա ի Բեթլեհեմ քաղաքին, օրհնյալ է Սուրբ Ծնունդդ Տեր, Քրիստոս ծնավ եւ հայտնեցավ ձեզ եւ մեզ մեծ ավետիս, ասված է Արման Վարդանյանի ուղերձում։ Հունվարի 6-ին հայ առաքելական եկեղեցին նշում է Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան ու Աստվածահայտնության տոնը, որը Հիսուսի Սուրբ Ծննդյան եւ մկրտության հիշատակումն է։ Հունվարի 6-ի առավոտյան մատուցվում է Սուրբ Պատարագ, որից հետո կատարվում է ջրօրհնեքի կարգ, ըստ ավանդույթի խաչը ջուրն իջեցնելը խորհրդանշում է Հիսուսի Հորդանան գետը մտնելը։ Պատարագիչը խաչով ապա մյուրոնով օրհնում է ջուրը եւ հավատացյալներն այդ ջրից տուն են տանում, որպես օրհնություն ու բուժիչ դեղ հիվանդների համար։ Այնուհետև քահանան այցելում է հավատացյալների տներն ավետելու Հիսուս Քրիստոսի ծնունդը։ Այստեղից էլ առաջացել է տնօրհնեքի կարգը։ 3 մայրաթոռում տեղի է ունեցել Սուրբ Ծննդյան ջրաքալույցի պատարագը, որից հետո ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II-ը ավետելով Քրիստոսի ծնունդը վառած մոմով իջել է խորանից եւ հավաքված հավատացյալներին լույս բաժանել։ Այսօր Սուրբ Ծննդյան հայրապետական պատարագ է ընթանում, մայրաթոռ Սուրբ Էջմիածնում։ Քաղաքացիների հոսքը չի դադարում մայրտաճար, որտեղ վեհափառը Սուրբ Ծննդյան պատարագ է մատուցում։ Բելգիայում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը տեղեկացրել է, որ 2026 թվականի հունվարի 1-ից հետո Հայաստանի Հանրապետության քաղաքացիության շնորհման կամ դադարեցման համաժամադրությունները չեղարկվում են, քանի որ 2026 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ է մտնում Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքը։ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու կամ դադարեցնելու դիմում ներկայացնելու համար էլեկտրոնային հերթագրումները իրականացվելու են միայն քաղաքացիության գործերի էլեկտրոնային կառավարման համակարգի միջոցով, ասված է հայտարարության մեջ։ Ուկրաինայում հակամարտությունն ավարտելու նոր հնարավորություն կա, այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին եվրոպական երկրների ազգային անվտանգության խորհրդականների հետ հանդիպման ժամանակ, փոխանցում են ուկրաինական լրատվամիջոցները։ Այժմ մենք նոր հնարավորություն ունենք ավարտելու հակամարտությունը եւ մենք շնորհակալ ենք, որ միայնակ չենք դիվանագիտական ճանապարհին, ասել է Զելենսկին։ Հիշեցնենք, որ եվրոպական երկրների եւ ՆԱՏՕ-ի ազգային անվտանգության խորհրդականները ժամանել էին Կիև։ Միակ հակամարտությունը, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մինչ օրս իսկապես լուծել է, Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հակամարտությունն է։ ՌԻԱ Նովոստին տված հարցազրույցում իր կարծիքն է հայտնել Ավստրիայի նախկին արտգործնախարար Կարին Կնայսլը։ Կա Հայաստան եւ Ադրբեջան, նրանց միջև հակամարտությունը միակն է, որտեղ ներկայումս արյունահեղություն չկա։ Թրամփը լուծեց այն Սպիտակ տանը մեծ հանդիպում տեղ ունեցավ։ Եթե մենք ուզում ենք այս հակամարտությունը դնել կշեռքի դրական նժանին, ապա կարող ենք ասել, որ այո, գոնե մարտեր չկան, այս դեպքում ամեն ինչ աշխատում է, ասել է նա։ Ինչպես նշել է Ավստրիայի նախկին արտգործնախարարը, Մերձավոր Արևելքը չի կարողանում անցնել Թրամփի կողմից Գազայի հատվածում կարգավորման վերաբերյալ նախկինում ընդունված 20 կետանոց ծրագրի երկրորդ փուլին, եւ հակամարտությունը ինքնին կարող է կրկին բռնկվել ցանկացած պահի։
ԱՄՆ-ի հարձակումը Վենեսուելայի վրա ազդարարում է նոր համաշխարհային կարգի գալուստը։ Այս մասին հաղորդել է Bloomberg-ը։ Լրագրողների կարծիքով ԱՄՆ-ի գործողությունները ցույց են տալիս, որ երկիրը հրաժարվում է հին աշխարհակարգից, որը սահմանում էր ամերիկյան արտաքին քաղաքականությունը սառը պատերազմից հետո։ Այդ կարգի համաձայն ԱՄՆ շեշտը դնում էր դաշնակիցների հետ համագործակցության եւ ՄԱԿ-ի կամ G20-ի միջոցով աշխատանքի վրա, որտեղ Ամերիկան առաջնորդում էր։ Նույնիսկ 2003 թվականին ԱՄՆ-ի կողմից Իրաք ներխուժման ժամանակ ԱՄՆ-ն ձևացնում էր, թե միջազգային աջակցություն է փնտրում իր նպատակներին հասնելու համար։ Այս անգամ Թրամփը գործել է միայնակ, սա հիշեցնում է գաղութային մոդելը, երբ ԱՄՆ-ն կարող էր թույլ տալ անվանապես անկախ կառավարություններին կառավարել իրենց գործերը, միաժամանակ հաստատելով ամերիկյան գերիշխանությունը տնտեսական հարկադրանք եւ ռազմական ուժի միջոցով, նշում է հրատարակությունը։ Այն սցենարը, որի դեպքում Ռուսաստանը կարող է դադարեցնել իր ներգրավվածությունը Վենեսուելայում, Ուկրաինայի հարցում ամերիկյան զիջումների դիմաց սարսափելիորեն իրական է թվում ԱՄՆ-ի հարձակումից հետո։ Նման տեսակետ է հայտնել գերմանական թերթը։ 2019 թվականին ԱՄՆ ազգային անվտանգության խորհրդի նախկին պաշտոնյա Ֆիոնա Հիլը նշել էր, որ Ռուսաստանը ոչ պաշտոնապես առաջարկել էր դադարեցնել իր ներգրավվածությունը Վենեսուելայում, Ուկրաինայի հարցում ամերիկյան զիջումների դիմաց։ Այդ ժամանակ սա մնում էր միայն տեսական առաջարկ։ Այսօր նման սցենարը սարսափելիորեն իրական է թվում։ Նույնիսկ արևմտյան վերլուծական կենտրոնները, ինչպիսիք են Լոնդոնի Chatham House-ը եւ Բրյուսելում գտնվող Եվրոպական քաղաքականության կենտրոնը գրում են այդ մասին, ընդգծել է հրատարակությունը։ Ստեփանավանի բժշկական կենտրոնի տնօրեն Անուշի Սպիրյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել վստահված գույքը հափշտակելու եւ խարդախության հոդվածներով։ Այս մասին լրատվամիջոցներին հայտնել են քննչական կոմիտեից մեղադրանքի առաջադրվել նաեւ բժշկական կենտրոնի հաշվապահ Նորայր Ղուկասյանին։ Նա մեղադրվում է խարդախություն կատարելու 2 դրվագի մեջ։ Բժշկական կենտրոնի տնօրեն Անուշի Սպիրյանի եւ հաշվապահ Նորայր Ղուկասյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը։ Նշենք, որ Ստեփանավանի բժշկական կենտրոնի հետ կապված մեկ այլ քրեական վարույթ էլ այժմ քննվում է հակակոռուպցիոն կոմիտեում, այդ վարույթով այս պահին մեղադրյալ չկա։ Հայ առաքելական եկեղեցին հունվարի 5-ը նշում է որպես Սուրբ Ծննդյան ճրագալույցի օր։ Եկեղեցական օրը սկսվում է երեկոյան ժամը 17:00-ից, ուստի Սուրբ Ծննդյան տոնը սկսում են նշել հունվարի 5-ի երեկոյան եւ հունվարի 6-ին։ Հունվարի 5-ին հայ առաքելական եկեղեցու բոլոր եկեղեցիներում տեղի են ունենում ճրագալույցի Սուրբ պատարագներ։ Պատարագի ընթացքում վառվում են մոմեր, որոնք մարդիկ տանում են տուն։ Եկեղեցուց տարած մոմերը խորհրդանշում են Սուրբ Լույսը եւ եկեղեցու օրհնությունը։ Ճրագալույցի Սուրբ պատարագ տարին ընդամենը 2 անգամ է մատուցվում Սուրբ Ծննդյան եւ Սուրբ Հարության տոների նախատոնակին։ Ճրագալույց նշանակում է ճրագ, մոմ վառել։ Այդ օրը երեկոյան մարդիկ եկեղեցուն վառած ճրագներն իրենց հետ տուն են տանում։ Այն խորհրդանշում է Աստվածային լույս, եկեղեցու օրհնություն։ Ճրագալույցը խորհրդանշում է նաեւ Բեթլեհեմյան աստղի լույսը, որն առաջնորդեց մոգերին դեպի Հիսուս մանուկը։ Եղանակը առաջիկա օրերին։ Հանրապետության տարածքում հունվարի 6-ից 8-ը 9-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ, հունվարի 9-ի ուշ երեկոյան եւ 10-ին առանձին շրջաններում սպասվում է ձյուն։ Քամին հյուսիս-արևմտյան է 2-ից 5 մետր վարկյան։ Օդի ջերմաստիճանը հունվարի 6-ից 10-ի գիշերը կբարձրանա 16-ից 20 աստիճանով, 6-ից 9-ի ցերեկը 3-ից 5 աստիճանով։ Երևանում հունվարի 6-ից 9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, հունվարի 10-ին սպասվում է ձյուն։